կնոջ պատմություն է, ուրեմն Ղուկասի ավետարանը հստակ գրված է, մի կին, որ 12 տարի տառապում է արյունահոսությունից։ Ու այս կնոջը Ժորժան բուժում են տարբեր դեղերով, տարբեր բժշկական միջամտությամբ։ Մոտ 12 տարի։ Ու ինչքան շատ են այս կնոջը բժշկում, այնքան շատ է վիճակը այս կնոջ վատանում, բարդանում, բայց այս կինը արդեն հոգնում է այդ տիպի կյանք ապրելուց։ Դիմելով տարբեր բժիշկների, տարբեր հիմնարկությունների, 12 տարի նյութական աշխարհի ներգործությունը այդ կինը ինքը իր վրա զգացել է, ստուգել է, պարզել է, բայց տեսել է ապարդյուն, տեսել է, որ Աստծուց է, կենար արի այդ փրկչարար զորությունը փոխանցվում։ Այս կինը հոգնում է այդ տիպի կյանք ապրելուց։ Այս կինը ծախսում է Ժորժան իր ողջ ունեցվածքը բժիշկների դեղերի վրա, բայց անօգուտ։ Իմանում է, որ Քրիստոս իրանց գյուղով է անցնելու։ Ասում է, բավական է ինձ, որ գնամ, դիպչեմ Քրիստոսի փեշին, ես կբժշկվեմ։ Ու այս կինը այնքան մեծ հավատք է ունենում, գնում է, խցկվում է, դիպչում է Քրիստոսի փեշին, անմիջապես բժշկվում է։ Այդ 12 տարի, որ տառապել է, տանջվել է, 12 տարվա արյունահոսության աղբյուրը սկսում է դարել։ Ստեղ Ժորժան գործում է ակնթարթորեն մարդկանց հավատքը։ Հավատքը վստահությունը Աստծո հանդեպ, որովհետև հավատքը Ժորժան դռները բացում։ Հավատքը հավիտենական կյանքի հույսը հաստատը մարդու հոգու մեջ։ Ինչքան մեզանից յուրաքանչյուրը հավատք ներդնի, այնքան Աստծո հրաշքները մենք տեսնելու ենք։ Աստված բազում հրաշքներ